Ինձ թվում է կարիք չկա, որ ես հիշեցնեմ 2018 թվականի ձեր խոսույթը թալանչիներին պատժելու եւ օրինակ Սաշիկ Սարգսյանի ունեցվածքը բերելու, քանի որ դուք համարում եք, որ նա 50-50 է արել, փայը մտել, մարդկանց կեղեքել է, բայց վերջերս դատարանը մի որոշում կայացրեց, որը առնվազն հարցեր է առաջացնում։ Սաշիկ Սարգսյանի կալանքի որոշումը վերացվեց, հետո դատախազությունը իհարկե Վճռաբեկ բողոք ներկայացրեց եւ կրկին դատարանը մերժեց։ Խնդրում եմ մեկնաբանել ձեզ համար ընդունելի է արդյոք, որ դուք հիմա որոշել եք օրինակ Գագիկ Ծառուկյանին, այսպես ասած, կուլակաթափ անել, քանի որ նա մասնակցել է ընտրություններին, այսպես է մեկնաբանվում, իսկ օրինակ Սաշիկ Սարգսյանը, որ ձեզ համար ընտրությունների ընթացքում համարում եք թիրախներ, հիմա այսպես ասած ինքը դուրս է մնացել այս ամենից։ Մյուսը պարոն Փաշինյան, ընտրություններից մեկ օր առաջ ձեր այս ելույթը հրապարակելու համար կարող ենք կանխել պատերազմը, որի արդյունքում մենք ունենայինք այս նույն վիճակը, իհարկե առանց զոհերի։ Այս ձեր ելույթը հրապարակելու համար քաղաքացիական պայմանագիր կուսակցություն ինձ դատի է տվել, ոչ միայն սրա համար, այլև եւս երկու հրապարակման համար։ Մյուս հրապարակումը վերաբերում էր նրան, մի լուսանկար է հրապարակել, երբ զոհված զինծառայողների մարմինները նետվել էին Դիահերձարանի նկուղում եւ օրեր շարունակ մնացել էին այնտեղ ճանճերի մեջ։ Դրա համար է դատի տվել եւ Վալոդիա Գրիգորյանի սպանության վերաբերյալ տեղեկությունը, այսպես փաստերը հրապարակելու հետ կապված։ Ես ուզում եմ իմանալ արդյոք խորհրդակցել են ձեզ այդ ընդհանուր որոշումը է դա թե ոչ, որովհետեւ առնվազն տարակուսելի է, որ ձեր ելույթի համար ինչը փաստ է, արձանագրված է, ձեր ելույթի համար կարող է քաղաքացիական պայմանագիրը ինձ դատի տալ։ Շնորհակալ եմ։ Տարակուսելի է ձեր ասածը, որ այս ելույթը հրապարակելու համար հիմա ասենք չտեղեկացված դիտորդը կմտածի, որ դուք ինչ որտեղից այդ ելույթը հանել հրապարակել եք, այդ ելույթը հրապարակված է, ենթադրում եմ այդ թվում իմ YouTube-յան եւ Facebook-յան էջերում, ինչ նշանակում հրապարակված ելույթը հրապարակելու համար։ Լսեք, դրա ընտրություններից առաջ, հետո, հիմա, 5 տարի հետո, 6 տարի հետո այդ ելույթը իմ պաշտոնական YouTube-ի էջում դրած արնելու։ Հա? Չէ, դուք ես զարմանում եմ ձեր ձևակերպման վրա, ասում եք ձեր ելույթը հրապարակելու համար, իմ հրապարակված ելույթը դուք հրապարակել եք, եթե ելույթը ես եմ հրապարակել, դուք չեք հրապարակել, որովհետև դա իմ պաշտոնական YouTube-յան էջում է, կառավարության էջում է եւ այլն եւ այլն եւ այլն։ Եվ էլ չեմ ասում, որ չեմ պատկերացնում, որ Հայաստանի Հանրապետությունում կա մարդ, ով տեղյակ չի իմ այդ ելույթի մասին, կամ մոռացել է իմ այդ ելույթը։ Ես չգիտեմ, եթե տվել են, ուրեմն պատճառ եղել է, ես չգիտեմ մանրամասները։ Ինչ ասեմ, տեղյակ չեմ։ Եթե տվել են դատի, ուրեմն դրա համար հիմքեր եղել են։ Հարգելի լիա, թույլ կտակ պատասխանեն եւ մյուս լրագրողները հասցնեն։ Շնորհակալ։ Ճիշտ ասած, ձեր հարցերը առանձնապես կիրք չառաջացրեցին եւ մոռացա էլ ինչի մասին։ Հա, Սաշիկի մասին։ Սաշիկը դեռևս 2018 թվականին 29 միլիոն դոլար վերադարձրել եւ այդ որ ասում եք դուս ոչ մեկ դուս չի մնացել, չի կարա դուրս մնա։ Ոչ մեկ։ Բացառվում է, որ որևէ մեկը դուրս մնա։ Հիմա առանձին գործով ամեն դեպքում կարա 10 հատ գործ լինի, մի գործով կարան այս որոշումը կայացնեն, մի գործով են, ել չեմ ասում, ես ասել եմ, որ դատա իրավական համակարգի հետ կապված խնդիրներ եմ տեսնում։ Դատա իրավական համակարգը հենց ժողովրդի կամքը չի սպասարկում պատշաճ ձևով, ես եւ ես այդ խնդրեմ եմ տեսնում։ Կարդարացնեն էլ, կազատեն էլ, մի հատ էլ բան կարող է մեր վրա էլ պարտավորություն դնեն, ասեն ոնց բան թալանվածը պետք է դուք վերադարձնեք բաներին, թալանչին, չեմ զարմանա, բայց ձեր ակնարկը, այտենց ակնարկ չկա։ Եթե ձեզ որևէ մեկը կասի, որ ես կամ մեզնից որևէ մեկը որևէ այդ կատեգորիայի մարդու հետ որևէ կոմպրոմիսի է գնացել, ուրեմն դա կարելի է բնորոշել միայն մի բառով՝ սուտ։ Դա չի կարող լինել, չի կարող։ Ասել եմ հատիկ հետ ենք բերել, ասել եմ ոչ մի ձուկ եւ ոչ մի մուկ չի պլստալու, ոչ մեկ չի պլստալու։
ինչքան կպլստան կարան 1 պլստան, 2 պլստան, 3 պլստան չեմ պլստալու, ոչ մեկ չի պլստալու։ Եվ process-ները ակնհայտորեն իմիջայլոց դուք բացեր մոտ հարց չի ծագում, ըստ էության գործնականում արդեն ինչքան ժամանակ այդ հատիկ առ հատիկ օրագիրը, որ մենք Facebook Այսինքն անընդհատ գնում է, այդ ումն է բա, այդ որտեղից այդ գույքերը, որ վերադարձվում են համայնքին, պետությանը, որտեղից, այդ ումն է։ Բանը ազնիվ քաղաքացիներից ենք դրանք հետ բերում, հա, աշխատանքով, քրտինքով վաստակած ունեցվածքա ինչ որ մեկի ձեռից առնում են, բայց որտեղից։ Բայց 700 միլիոն, 770 միլիոն դոլարի գույքը, որ վերադարձվել է պետությանը, ընդ որում համայնքներին իրական գնահատման ծավալները մենք չունենք, որովհետև համայնք բազմաթիվ դեպքեր ունենք, օրինակ, մասնավորապես նախընտրական քարոզարշավի ժամանակ Երևանի քաղաքապետը հենց ուղիղ եթերում տեղեկացրեց, որ բանակցությունների արդյունքում Կոմիտասի այգին վերադարձվել է համայնքին։ Դրա մասին ոչ մի հաշվետվության մեջ չկա։ Այսպիսի դեպքեր ունենք գրեթե բոլոր համայնքներում, միլիարդների ունեցվածքա վերադարձվել Հայաստանի Հանրապետություն եւ ոչ մեկ անհանգստանալու կարիք չկա, որևէ մեկը դուրս չի մնա